որոշել եք ում եք ընտրել ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Հավանում եմ իր գործը։ Դե քիչ բան չի անում ժողովրդի համար։ Ճանապարհները սարքում, մանկապարտեզ, դպրոցներ, գյուղերում այդքան աջակցություն է ցույց տալիս։ Թոշակառու եք։ Այո։ Իսկ թոշակների բարձրացման ու առողջական ապահովագրության մասին ինչ կասեք։ Առողջական ապահովագրություն օգտվում եմ, անվճար դեղերը ստանում եմ։ Մնացածը ոչինչ, լավ է, փառք Աստծո։ Ես գոհ եմ իր աշխատանքից։ Ուրիշներին չգիտեմ, բայց ես գոհ եմ։ Աղջիկ։ Խաղաղությունը, քանի որ խաղաղը շատ լավ է։ Բանակայինները գնում են, հանգիստ ծառայում են, ծնողները անհոգ են։ Ինչ ասեմ, կարևորը որ մարդիկ չեն մտածում սահմանի վրա իրանց երեխեքը ինչ են լինում։ Մեր երեխեքը ծառայել են, տեսել են Քոչարյանի ժամանակ էլ, հիմա էլ։ Նախ Սամվել Կարապետյանը մեր քաղաքացին չի, ինքը բիզնեսմեն մարդ է, ինքը քաղաքականության հետ բան չունի, մնացածը չեմ կարող ասեմ։ Նիկոլին, Փաշինյանին։ Ինչու։ Հենց դրա համար։ Երևի Փաշինյանին, Ինչու։ որտեղ ինքը շատ լավ բաներ է արել եւ ես չեմ ուզում որպեսի նորերը գան ու ընդհատեն այդ ընթացքը եւ սկսեն նոր ընթացքը, որը ավելի լավ չի լինի։ Փոխել ղեկավարությունը կատարյալ հիմարություն է։ Մենք առաջին անգամ ունեցանք իսկական քաղաքականագետ, որը կարողանում է ասել եւ հա եւ ոչ միաժամանակ։ Իսկ քաղաքականագետները այդպիսի սրիկաներ պետք է լինեն, որպեսզի կարողանան ազգը նորմալ վիճակում պահեն։ Նրանք չպետք է լինեն հիստերիկ կանանց պես, որոնք ատում են էս, իսկ սա չափազանց սիրում են։ Ինձ թվում է բացի ինձանից բոլորն էլ պետք է ընտրեն Նիկոլին, ինչի մասին է խոսքը։ Դե ասեմ ձեզ, նախ ես այն ինչ որ տեսնում եմ, ոչ ոք չի արել։ Սա քաղաքը ոտի է կանգնացրել։ Ես թոշակառու եմ, հիմի բերջ եմ իմ ընտանիքի երեխեքի համար, ասում փառք, ամ թոշակն է տեղին առանց գումարել, որ կողմն էլ նայում ես մաքրությունը, որ կողմ նայում ես մաքրությունը, եթե միտեղ էլ միշտ որ փնթի բան կա, դա ես եմ մեղավոր, այսինքն ժողովուրդն է մեղավոր, ոչ Նիկոլն է մեղավոր, ոչ էլ քաղաքապետը։ Ես չեմ պատկերացնում ինչ-որ գտնվի մի անձնավորություն, որ պետք է գնա ինչ-որ մեկին ընտրել, ինչ-որ մեկին, հերիք ինչ-որ տեսել ենք։ Ես ասում եմ, այն ինչ-որ ես տեսնում եմ, որը որ ես հասկանում եմ, երբեք մեկի ասածը չեմ կրկնում։ Պարզ, Նիկոլին, ամոթել է դաժե, եթե Նիկոլին չընտրեն։ Այ, ասենք, ես լսել եմ միշտ, Տաշիր Սամո, ինքը լավ ազնվորություն է, իրը համար է, բայց ես իրան մենակ լսել եմ, մարդուն չիմանալով, ոնց գնամ մարդին ընտրեմ։ Ինքը լավ ազնվորություն է, ինչա իրը համար է։ Ես իմ նմաներ հազարավոր, միլիոնավոր մարդիկ մենակ լսել են։ Սամվել Սարգսյանը, ինչա, Կարապետյան։ Այդքան բան։ Կրկնում եմ, չեմ պատկերացնում ինչ-որ մի հայ գնա մեկ ուրիշին։ Այն իրեք նախագահին, հա։ Ինչ է նրանք արել, բացի սպանելուց, թալանելուց, ես ոչ բան չեմ տեսել։ Ամոթը, մոռացել են, թե ինչ բան է նամուց տասիբ։ Իհարկե Նիկոլ, եւ վերջ։ Իսկ ինչ վերաբերում է որ ասիկ, ասում եմ ես, մեր վերջի պատերազմը, որ այսքան զոհեր տվեցինք, Էդի մենք հաղթել ենք, ով որ կասի, որ մեր տղերքը պարտվել են, դա պետք է կոպիտ ասած պետք է անասունը լինի։ Մենք պարտվել ենք այս մեր ստեղի եղածի երեսից։ Մենք երբեք չենք պարտվել, թե ադրբեջանցուն, թե թուրքին, թե ռուսին։ Մենք պարտվել ենք մեր այս ստեղացի, որոնք որ ծախեցին ու ծախվան։ Այսօր էլ Ղարաբաղից են խոսում։ Ինչ եք խոսում, Սեմուշկի նման ծախեցի կերակ բրծավ գնաց։ Ինչի մասին է խոս, դա քյորաշնել էլի տենումը։ Քան բան կարամ ասեմ, բայց թող ժողովուրդը զգուշել են, ճիշտ մտածեն, մարդին չեն ճանաչում, բայց մարդին գովում են։ Դες բան չի կարելի ընդհանրապես։
եկած օրվանից մինչև մի շինարարություն ան։ Խնդրեմ, ես խոզանոց էր։ Իմի մարդիկ նստած, ես եկել եմ ստեղ մանկուրոտ շնչելու ու մի կտոր հաց եմ ուտում։ Իմ պերվի ժամին։ Թող ճիշտ մտածեն, ընտրության են գնում։ Իսկ եթե սա որ նորմալ լիներ, ընտրություն էլ պետք է չլեր։ Մեր վարչապետն է թողնում նորից մեր վարչապետ։ Ու մենք գնում ամոթել ես, որ թիվն է, փողով ծախվե։ Փողով ծախվողները, այն չեմ ուզում ասեմ ովքեր են, որ իրանք իրաց ծախում են։ Ամոթ չի։ Գյոզալ Հայաստան, մենք ախր ինչի համար սես բաներ պետք է խոսանք։ Ես սովետի մարդ եմ, սես բաներ չեմ տեսել։ Ինչ են ախր գլուխ չես անում ախր, ինչ են մտածում, ինչ են ուզում արածել։ Մեկը մեկին ասում է ես այս կանեմ։ Ախպեր արա, դու անում ես հայրենիքիդ համար։ Թե պետք է ելնես թալանչի, որ ես անես, այն անես։ Կարում ես արա քո երկրի համար ինչ եղե, որ ես տեսնեմ, որ դու արել ես, անշահախնդիր արել ես։ Կամ են մնացածը, հիմի նոր կուսակցություններ կան, ես գլուխ չեմ անում, թե որից են ծլում։ Մեր ազգին չի սազում, փողով ծախվելը։ Վերջը մենք հայ ենք։ Սաղաշխար մեզ ճանաչում են նամուսով թասիբով երկիր։ Սաղաշխարը այն մեր մահացած 18 տարեկի, որ մահացան գնացին պատերազմը, զարմացել են, թե 18 տարեկի երեխեն ինչ կռիվա տալի, ինչ մեշկի տված։ Ես ինչ սարքեցին։ Նախագահ են սա, թող գնան կոլխոզի նախագահ են, ոչ թե երկրի նախագահ են։ Չի կարելի։ Հիմել ես շատ խոսած ես տրանսպորտի մեջ։ Փողը չի մուծում, մունատ է գալի։ Ասում վարչապետն է մեղավոր, քաղաքապետն է մեղավոր։ Որ բարձրացել ես փողը մուծի, ինչ ես ուզում։ Ավելի լավ չի մաքուր, այն վաղտ նստում դուրս են գալի տգլոր։ Հիմի հանգիստ թեկուզ կանգնած մաքուր ակուրատնի գնում, մարդ ես նստում, մարդ իջնում ես ավտոբուսից։ Ինչ են դուռ են ծեծում, զանգում են, բան են առաջարկում, այդ որ զանգում են, դա արդեն գումար առաջարկել է։ Ձեզ ինչ որ բան առաջարկել է։ Ինձ առաջարկեն, ես այդ առաջարկողին ես գիտեմ ինչ կանեմ։ Ինչ առաջարկեն։ Քանի գլուխ ունեն ինձ առաջարկեն։ Փորձեր եղել է, հիմի սկի հեռախոսով չեն զանգում, առաջարկեն, մնում էր այդ առաջարկեին։ Սա նրանք մանկապարտեզը ծախին կերան, ես մարդը ափսոսում ես, որ այդ մանկապարտեզը մտնես, մաքուր, կոկիկ տեղին, դպրոցը իր հերթին, բժշկությունը իր հերթին։ Ես հիմի կրկնում եմ, բեր չեմ իմ երեխեքի համար, արխային կարամ հիվանդանամ։ Իհարկե որոշել եմ Ում եք հատվածում։ դե իշխանություններից։ Իսկ ինչ էիք ուզում, ում ընտրեի, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, դուք հավատում եք, ուղղակի ապշում եմ ես, ապշում եմ, որ դուք երիտասարդ սիրուն լավ աղջիկ Քոչարյանին տալիս եք, և ջահել եք չեք տեսել դրա համար, մարդասպանություններ, շորթումներ, և շատ բաներ, ես տեսել եմ, չէ, թե Սամվել Կարապետյանով, սկի խոսալ չգիտի, այդ սավտան եմ, իր փողերը պահելու համար վախից փախել եկել է։ Տեսնում եմ խաղաղություն, ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, բարձրացում աշխատավարձների, թոշակների, առողջապահության ապահովություն, իսկ ինչա։ Արդեն փորձ ունեն։ Ամենակարևորը օգտվել եմ եւ հիմա էլ հենց հիմա գնում եմ, պետք է օգտվեմ։ MRT եմ արել 80-90 հազար։ Հիմա գնում եմ ձեռքերիս վիրահատություն անեմ, խաղաղությունա, երկինքը պարզ, մաքուր, ջինջ, խաղաղություն։